19 հայ պահվող անձինք դեռևս գտնվում են Բաքվում։ Առկա է անհայտ կորած անձանց ճակատագրերի պարզաբանման և բռնի անհետացումների դեպքերի բացահայտման անհրաժեշտություն և միաժամանակ տարածվում են խեղաթյուրված պատմական նարատիվներ։ Այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 23-ին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի բարձրաստիճան հատվածին իր ելույթի ժամանակ։ Սակայն խաղաղության օրակարգը չի չեղարկում հումանիտար չլուծված խնդիրները։ Թեև մենք ընտրել ենք հեշտացման դժվար ուղին, Հայաստանը մնում է հաստատակամորեն հանձնառու շարունակելու այս ուղին ապագային միտված հանգրվանին հասցնելու նպատակով։ Ելույթում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի տեսլականը հիմնված է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հենասյան ամրապնդման և անհրաժեշտ ռեսուրսներով ապահովման վրա, խախտումների կանխարգելման, պատասխանատվության և կրթության բարձրացման նպատակով։ Միրզոյանի խոսքով աշխարհում աճող հակամարտությունները, հումանիտար ճգնաժամերն ու համակարգային անհավասարությունները պահանջում են ավելի վճռական մոտեցում, իսկ մակուցությունը, նախաձեռնությունն ու Մարդու իրավունքների խորհրդի առաջիկա վերանայման գործընթացը կարող են դառնալ իրական փոփոխությունների հնարավորություն, ամրապնդելու խորհրդի մեխանիզմները։ Հայաստանի տեսլականն ու մտադրությունները միանշանակորեն խարսքված են այն համոզմունքի վրա, որ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հենասյունը պետք է առավել ամրապնդվի և պատշաճ կերպով ապահովվի անհրաժեշտ ռեսուրսներով երաշխավորելու խախտումների ու չարաշահումների կանխարգելումը, պատասխանատվությունը և դրանց կրկնության բացառումը։ Արտաքին գործերի նախարարն անդրադարձել է նաև Հայաստանի ներքին մարտահրավերներին, նշելով, որ ինչպես բազմաթիվ ժողովրդավարություններ, Հայաստանը ևս բախվում է հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության, մանիպուլյացիայի և արտաքին միջամտության տեսքով, որոնք նպատակաուղղված հարվածում են ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ վստահությանը։ Դրանք թիրախային, համակարգված և ոչ բարեկամական արշավներ են, որոնք միտված են ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների արդյունավետ իրացման նկատմամբ մեր քաղաքացիների վստահության խաթարմանը։ Միրզոյանը ներկայացրել է նաև բարեփոխումների և ինստիտուցիոնալ զարգացման մասին տվյալներ, ընդգծելով միջազգային գնահատականներում արձանագրված առաջընթացը։ Նրա խոսքով Freedom House-ի Ազատության աշխարհում 2025 զեկույցում Հայաստանը ստացել է 54 միավոր 100-ից քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների բարձր ցուցանիշերով։ Նա նշել է նաև, որ լրագրողներ առանց սահմանների կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքս 2025-ում Հայաստանը զբաղեցրել է 34-րդ հորիզոնականը, նախորդ տարվա 43-րդ տեղի համեմատ առաջընթաց գրանցելով, իսկ համաշխարհային տնտեսական ֆորումի գլոբալ գենդերային խզման 2025 թվականի զեկույցով Հայաստանը բարձր դիրքերում է կանանց կրթական մակարդակի ցուցանիշով և քաղաքական կյանքի ոլորտում կանանց ներգրավվածության աճով։ Ելույթում արձանագրվել է նաև մարդու իրավունքների ոլորտում միջազգային պարտավորությունների իրականացման գործիքակազմի զարգացումը։ Նախարարն ասել է, որ գործարկվել է միջազգային հաշվետվողականության ամրապնդման ազգային մեխանիզմի թվային գործիքը։ Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը, որը կենտրոնացված համակարգով միավորում է միջազգային և տարածաշրջանային կառույցների առաջարկությունները։ Անցյալ տարի գործարկվել է Հայաստանի մոնիտորինգային թվային հարթակը AI-MEMRA։ Այն կենտրոնացված համակարգ է, որը միավորում է մարդու իրավունքների ոլորտում միջազգային և տարածաշրջանային մեխանիզմների կողմից ներկայացված առաջարկությունները։ Արտգործնախարարն ընդգծել է, որ Հայաստանը նպաստում է նաև միջազգային իրավունքի ծանր խախտումների դեմ համաշխարհային մեխանիզմների ուժեղացմանը, հայտարարելով, որ Մարդու իրավունքների խորհրդի ընթացիկ նստաշրջանում Հայաստանը կրկին կներկայացնի ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը, կոչ անելով անդամ պետություններին աջակցել նախաձեռնությանը։ Տարածաշրջանային օրակարգի մասով Միրզոյանը հայտարարել է, որ երկար տարիների զինված հակամարտությունների և մարդասիրական ճգնաժամերից հետո Հայաստանը և Ադրբեջանը ձեռնարկել են քայլեր երկարաժամկետ խաղաղության ուղղությամբ, առանձնացնելով անցյալ տարվա Վաշինգտոնում կայացած խաղաղության գագաթնաժողովը, որն ըստ նրա բացել է առևտրի, փոխկապակցվածության և մարդկանց միջև շփումների հեռանկարներ։ Ելույթի ավարտին Միրզոյանը շեշտել է, որ բազմակողմ ինստիտուտների վրա ճնշումների պայմաններում կարևոր է պահպանել սկզբունքայնությունն ու լավատեսության մոտեցումը, վստահությամբ, որ մարդու իրավունքների համակարգը և ՄԱԿ-ը կարող են դուրս գալ այս շրջանից նորացված կարողություններով և ավելի արդյունավետ մանդատով։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։